Արկածային արշավ։ Վահանն աշխույժ կենսուրախ տղա էր։ Շատ էր սիրում արշավել ու զբաղվել սպորտով։ Նա հաճախ էր կազմակերպում արշավներ բնության գրկում, քանի որ ավելի շատ արշավների էր գնում ընկերների հետ, այս անգամ նպատակահարմար գտավ ընտանիքի անդամների հետ գնալ։ Վահանի հայրն ասաց. Իսկ ավելի լավ չի լինի մտերիմ բարեկամների հետ գնանք։ Լավ, բայց լավ կլինի, որ մի երկու ընկերներ էլ գան մեզ հետ, հայրիկ, պատասխանեց Վահանը։ Եվ նրանք սկսեցին նախապատրաստվել։ Մայրիկը զանգահարում էր բարեկամներին, հայրիկն ու հորեղբայրներն ու քեռիները գնումներ էին կատարում, ջուր, սնունդ եւ այլն, իսկ մորաքույրը, ով բժիշկ էր, իր հետ վերցնում էր առաջին բուժօգնության պարագաներ։ Տատիկը կարկանդակներ էր պատրաստում, իսկ ուսուցչուհի հորաքույրն իր հետ վերցնում է գրքեր, ազատ ժամերին ընթերցելու համար։ Արդեն պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Նրանք որոշել էին օրն անցկացնել Աղստև գետի ափին, քիչ անց արդեն տեղում էին։ Քանի որ իրենց հետ փայտ չէին վերցրել, տղամարդիկ որոշեցին գնալ փայտ հավաքելու, իսկ երեխաները, որպեսզի չձանձրանան, մայրիկները որոշեցին խաղ կազմակերպել։ Նրանք խաղում էին պահմտոցի, բռնոցի եւ այնքան էին տարվել խաղով, որ հեռացան տեսադաշտից։ Պահմտոցի խաղալու ժամանակ նրանք հասան մի քարանձավի։ Խորացան քարանձավի մեջ եւ գտան մի սնդուկ։ Այն շատ գեղեցիկ էր։ Բացեցին եւ գտան երկու գիրք՝ Նարէ Ներկարարյանի Կորիզիկը եւ Հովհաննես Թումանյանի Ձախորդ Փանոսը։ Եկեք ընթերցենք այս գրքերը, ասաց Լիկան։ Երեխաները հետաքրքրությամբ ընթերցեցին գրքերը եւ Էլինան նկատեց, որ սնդուկի վրա կա հայելի, որը կարծես իրենց կանչում է։ Վայրկյաններ անց նրանք հայելու մեջ էին։ Երեխաների առջև բացվեց մի գեղեցիկ սենյակ, որտեղ կար շատ գրքեր, հանկարծ ինչ-որ ձայն դիմեց նրանց։ Ես գիտեմ, որ բոլորդ սիրում եք ընթերցանություն, բայց համոզված եմ, որ դեռևս չեք ընթերցել Նելի Նովեմի հրաշքադարանը եւ Ջոաննա Ռոուլինգի Հարի Փոթերը։ Ընթերցեք այս գրքերը եւ կհայտնվեք այլ վայրում։ Ոչ, մենք կարդացել ենք այս գրքերը, պատասխանեցին երեխաները։ Այդ գրքերը վերցրել ենք Տավուշի մարզային գրադարանի մանկական բաժնից։ Բովանդակությունը պատմելուց հետո նրանք գտնում են երկրորդ սնդուկը, որը վարդագույն էր։ Այս սնդուկում էլ կար հայելի։ Նրանք անցնում են հայելու միջով եւ հայտնվում մի դասասենյակում, ուր սեղանների վրա դրված է լինում տետրեր եւ գրիչներ։ Օրինակ ձայնը ասում է. Վերցրեք ձեր դիմաց դրված տետրերն ու գրիչները եւ գրեք ձեր հետ կատարված մի հետաքրքիր դեպք, բայց առանց սխալների։ Երեխաները սկսեցին կատարել առաջադրանքը։ Զարմանալին այն էր, որ բոլորը գրել էին անսխալ, քանի որ նրանք անսխալ էին կատարել իրենց աշխատանքը։ Հայտնվում է երրորդ սնդուկը։ Այս սնդուկում էլ է լինում հայելի։ Երեխաներն անցնում են հայելու միջով եւ հայտնվում խաղալիքներով լի սենյակում։ Այս անգամ ձայնը նրանց հուշում է, որ խաղալիքների միջից պետք է գտնել խաղալիք սնդուկը, որի մեջ կա ադամանտ։ Երկար փնտրտուքներից հետո նրանք գտնում են եւ այդ սնդուկը։ Վերցնում են ադամանդը եւ սնդուկի մեջ բացվում է հայելին։ Նրանք ներս են մտնում, ներսում գտնում են պարկեր եւ մի դուռ, դռան վրա գրված էր ելք։ Երեխաներից մեկը փորձում է բացել դուռը, բայց այն կողպված է լինում։ Տարօրինակ ձայնը կրկին ասում է. Վերցրեք պարկերը եւ դուռը կբացվի։ Երեխաները վերցնում են պարկերը եւ հայտնվում քարանձավի մուտքի մոտ, որտեղից էլ սկսվել էր այդ ամենը։ Ծնողներն ամենուր փնտրելով իրենց երեխաներին հայտնվել էին քարանձավի մոտ։ Երեխաներին տեսնելով նրանք շատ են ուրախանում։ Ինչպես ասել էր անտեսանելի ձայնը, երեխաները հանձնում են պարկերը ծնողներին եւ առաջարկում բացել դրանք։ Ծնողները բացելով պարկերն այնտեղ գտնում են թանկարժեք քարեր, սակայն նրանք մի քիչ նեղացած էին, որովհետեւ երեխաները հեռացել էին իրենցից առանց զգուշացնելու։